Ինչի էր Թրամփը ֆուտբոլիստ դոմփում, ինչից Մբապեի փորը սկսեց ցավալ, Բարսայի նոր վռոն ծխող չի, բայց փողա Դմիտրի Պայան կենթանի է, իսկ Մեսսին էլի քարշա տալիս։ Մինչ Դոնալդ Թրամփը փորձում է հասկանալ, թե ֆուտբոլի ժամանակ գնդակը ուր պետք է ուղարկել, որ գոլ լինի, ես ողջունում եմ ձեզ ու համոզված եմ, որ կարիք չկա բացատրել, թե ինչքան կարևոր են ֆոլովներն ու լայքերը իրենց զանգուլակներով։ Դուք հո Թրամփը չեք։ Մադրիդի Ռեալը մտավ պայքարի մեջ, Ալոնսոյի եւ Տրենտի նորամուտի խաղը փչացրեց Բոնոն, մարոկացի դարպասապահ, որը փայլում էր աշխարհի առաջնությանը։ Ալ-Հիլալի հետ խաղն ավարտվեց 1-1 հաշվով, Ռեալի գոլային գրոհը շատ լավ ստացվեց, բայց ակնհայտ երևում է, թե ինչքան հեռու է Ռեալը Ալոնսոյի Բայերից խաղով։ Ռահան պետքա լինես ապեր։ Մի հատ տեսեք ինչ էր անում Ալ-Հիլալը Ռեալին։ I don't ever slow up, no I don't take shit. I got no love for the fakeness. If you wanna play tough and wanna hate this, I'll always show up and make a statement. I don't ever Կիլիան Մբապեն բացակայում էր։ Նա բժիշկների հսկողության տակ էր, քանի որ ուներ ուժեղ փորացավ։ Չէ, ոսկե գնդակը չէր ուզում։ Ստամոքսային խանգարում էր, գազիկներ եւ այլն։ Տենց էլ գաղտնի մնաց, թե ինչից էր այս ախտը ֆրանսիացու մոտ, դրա համար էլ նա անձամբ եկավ եւ անկեղծ բացատրեց։ Հենց իջանք Ամերիկա տեղ, մեկը եկավ, թե բա Շարլ Ազնավուրի խաթր քեզ պիտի պատիվ տամ։ Քթից ու հասկացա, որ հայ եմ ու չկարեցա մերժեմ, որովհետեւ Մակրոնը հայերի շատ է սիրում, հետեւաբար նաեւ ես։ Տարան ռեստորան, անունը մի բերան, մի բաժին խորոված, 2 շիշ քյաբաբ, վրից կոլա, հետո էլ մածունով դոլմա։ Վերջում էլ ես հենոն թե բա հլը ես մեր հայկական ցոգոլը կերա ու իհարկե Ֆեդե Վալվերդեն խաղի հակահերոսն էր, ասա թե դու որ օրվա պենալ խփողն ես, տայրեն Վինիսիուսը խփեր էլ Չնայած չէ, սենց ավելի լավ էր։ Իսկ խաղի կատարյալ ապուշը Ռաուլ Ասենսիոն էր։ Արա ոնց կարելի է այս դրվագում պենալ բերել։ Այստեղում ինչքան գովում ենք, 2 այդքան էլ պետքա նալել։ Մի քիչ կառավարի էլի քեզ արա։ Խուան Գարսիան Բարսայի նոր դարպասապահն է։ Այս տղեն ծխող չի, բայց ռիսկի է դիմում ֆաների փայ դառնալ։ Նա Էսպանյոլի ֆուտբոլիստ էր։ Հենց նրա փրկությունները օգնեցին Էսպանյոլին սեգունդա տեղափոխվելուց։ Ֆաները գզում էին նրան։ Այսքանից հետո տղեն մեջը ուռեց ու որոշեց, որ պետքա գնա Բարսելոնա։ Էսպանյոլը Բարսելոնայի համար 2 ոխերիմ թշնամին է։ Չեմ նախանձում Գարսիային։ Չնայած աշխարհի ակումբային առաջնության տխուր մեկնարկի, վերջաբանը խոստանում է շատ ուժեղ լինել։ Բոլորը քննադատում են այս մրցաշարը, այդ թվում նաև ես։ Խմբային փուլում գրանդ ակումբների կարգը եւ ուժը շատ մեծ է։ Ու հիմա պատկերացրեք, որ խմբային փուլից հետո բոլոր թույլերը մահվում են, փլեյօֆում մնում են միայն ուժեղագույնները ու շատ հավանական է հզոր խաղեր լինեն։ Ուղղակի չես հասկանում ուժ կմնա դրա համար թե չէ։ Մինչև կհասկանանք, թե ինչու էր Թրամփը դոմփում Յուվեի ֆուտբոլիստներին, չենք կարող չանդրադառնալ Յամալին, որը այս օրերին իր հանգիստն է անցկացնում Բրազիլիայում։ Նա պերվի կռուկ ֆրացող ֆուտբոլիստներից է, բայց որ սենց շոֆեր կունենար, ոչ մեկ չէր պատկերացնի։ Սկզբում պարապմունք, հետո թենիսբոլ, հետո գնում են բասեին ու երբ Յամալն ասում է, թե բա աղջիկներ չեն լինելու, Նեյմարը պատասխանում է. Չէ, ապեր, ես պետքա գամ Եվրոպա։ Մենք ուշադրության տակ կպահենք այս երկուսի չարաճճիություններն ու խենթությունները ու կներկայացնենք ձեզ իհարկե, այնպես որ բաժանորդագրվեք, որ բաց չթողնեք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ էր ոչ թե Իտալիայի վարչապետը, ոչ թե մաֆիայի պարագլուխը, ոչ էլ անգամ սոցապնախարարը։ Յուվենտուսի ֆուտբոլիստներն էին կյաժի մոտ։ Շնորհակալ եմ, իմ հետևում հրաշալի տղաներ են, հրաշալի թիմ Յուվենտուսը Իտալիայից։ Անկեղծ ասած, ես միանգամից այս երկու երևույթները համեմատեցի, ուղղակի միտեղ սպիտակը զոհա, մեկ այլ տեղում էլ սպիտակն է դոմփում։ Դատելով տղերքի դեմքերից իրանք ոչ թե եկել էին սպիտակ տուն, այլ նրանց բերման էին ենթարկել։ Դատեք ինքներդ։ What the hell? Oh my God, no way.
Միակ բացատրությունը այս ֆուտբոլիստներին բերել ու տանգացնել մեջքի հետևում այնա, որ Թրամփը երևի ուզում էր ասել, որ Իտալիան իր մեջքին կանգնած է։ Բայց ազդեցությունը լավ ազդեց թուրինցիների վրա եւ նրանք իրենց խաղը հաղթեցին 5-0 հաշվով։ Կարծեմ կյաժը հարցրեց. Ում է դեք այսօր խաղում։ Ուժեղ թիմ է, Ալ-Այն։ Օ, ուժեղ թիմ է։ Էն էլ կողքից ասում է, ուժեղ թիմ է։ Արա մեր Ալ-Կարմիր Այնի թիմը դրանց կկրեր անգամ։ Մի խոսքով օճառի արտադրությունը երբեք այսքան բարձր մակարդակի ու թափանցիկ չի եղել։ Խաբի Ալոնսոն հասկացավ, որ իր համար Ռեալում դժվար է լինելու, երբ Վինիսիուսը հազիվ էր պահում արդյունքները օրվա մեջ 7-րդ պարապմունքից հետո։ Մոնտերեյի դարպասապահը գիտակցում էր, որ ինքը հավ բռնող է ու մի քանի պատեր շարել։ Գիտնականները մինչև հիմա չեն կարողանում պարզել, թե Վինիսիուսը իր վարսավիրին ինչ վատություն է արել, որ սենց պատժվել։ Պետրին բռնացրել են Թումոյի այգում պերաշկի ուտելուց, ֆլիկը դժգոհ։ Պոլ Պոգբան օգտվելով տրանսֆերային պատուանի լայն բացվածքից փորձում է ներս խուժել։ Իսկ ահա Մուդրիկի համար փակ է անգամ տրանսֆերային դարպասը, ուկրաինացու մունդրիկությունները դոպինգի տեսքով հաստատվել։ Ակումբային մունդիալում այնպիսի տպավորություն է, որ մնացած բոլոր մայրցամաքները հավաքվել են ու փորձում են ծեծել Եվրոպային։ Առաջինը Բոտաֆոգոն տպեց Paris Saint-Germain։ Այսուհետ Դմիտրի Պայեին որտեղ տեսնեք, հանգիստ կարող եք ասել՝ այ լոխ, ինչ կա։ Ֆրանսիացին 23 թվականից հանդես է գալիս Բրազիլիայում, Ֆրանսիայում թողել է կնոջն ու երեխաներին։ Ռիոյում հարաբերությունների մեջ էր մտել իրավաբան, շեշտում եմ իրավաբան Նատալիա Ֆերարիի հետ։ Ըստ իրավաբան աղջկա Պայեն նրան սեռական բռնության է ենթարկել, ստիպել լիզել հատակը, գլուխը կոխել ունիտազի մեջ, այն մնացած զզվելի բաները էլ չեմ ասում։ Նա բնականաբար հայց է ներկայացրել դատարան եւ ասել, որ այդ ամենի վիդեո ապացույցներն անգամ ունի։ Իհարկե սրանք դեռ մեղադրանքներ են, բայց ես որ հավատում եմ նման բան։ Արա մարդ ինչքան կենթանի պիտի լինի, որ իրավաբանին նման բաներ անի, արա։ Մարդ պետք է մի քիչ կենթանի չլինի էլ։ Այս հայացքը ծանոթ է։ Այո, այս հայացքը հայտնվում էր, երբ թիմին պետքա դուրս բերել քաքի միջից։ Իհարկե, առաջ շատ ավելի հաճախ էր լինում, բայց հիմա էլ 1-1 բուսնում է։ Ինտեր Մայամի Պորտո 1-1 Մեսին Տուգանային է իրացնում ու դզում Վիվերկեն։ Մի քանի րոպե հետո հաշիվը նույնն է, Մեսին մոտենում է գնդակին ու Llama Messi, 53,5, golpea Messi! Ինչ ասեմ, հալալա, օր ծերության էլի բոլոր դապտիները ձեզ եք վերցնում։ Բայն ջահելները արա։ Ջահել ասեցի, հիշեցի, Պորտուի հարցակվող Սամու Ագեովան։ Արա այսի Լուկակուին տալու անցնի։ Պենալը նենց խփեց, որ էլ չասեմ։ Պետրի, Յամալ, Օյարսաբալ, Կուբարսի, Վիլյամս ու Ագեովա вообще չի մտնում իսպանական նուրբ կազմի մեջ։ Հանկարծ որ գնա գծով, անպայման իմացեք, որ ակուլաները այնտեղ չեն լողում, որովհետև նրանք չեն սիրում սահմանափակ տարածքներ։ Եթե դու ես ակուլա, ապա անպայման միացիր մեր ալիքին բաժանորդագրությամբ, լայքով ու զանգակով։ Լավ եղեք, հաջողություն։ Rivaldo. Viene el balón de Fran de Boer, Rivaldo con el pecho, la chilena de Rivaldo. ¡Gol! ¡Madre mía!